Ինձ ասացին, որ դուք երգ եք պատրաստել ինձ համար։ Եկեք լսենք։ 230 դպրոցականներ և ուսանողներ, որ այս տարի ակտիվ մասնակցել են Եվրասիա հասարակական կազմակերպության կամավորական նախաձեռնություններին, ստացան նվերներ, քաղցրիկներ ու շնորհակալագրեր։ Ռուսաստանի փոխարտգործ նախարարի կողմից հանձնվեցին շնորհակալագրեր մի շարք երիտասարդների, ովքեր բավականին ակտիվ կերպով ներգրավել էին մեր ծրագրերին։ Փոքրիկների համար եւս մեկ անակնկալ կար նոր տարվա հրաշքը ֆիլմը, որի դիտումից հետո Ձմեռ պապը բաժանեց ամանորի նվերները։ Ամբողջ տարվա ընթացքում Եվրասիա հասարակական կազմակերպությունը Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցներին հումանիտար օգնություն է բաժանել։ Շնորհակալություն, այնինչ արեց մեր թիմը Հայաստանում այս տարի իսկական մարդասիրության դրսևորում էր։ Արցախից բռնի տեղահանված հայերին հումանիտար օգնություն տալը կարևոր քայլ էր։ Եվրասիա հասարակական կազմակերպությունը խոստանում է, ծրագրերը շարունակվելու են նաև 2026-ին։ Եկող տարի կազմակերպության անդամները կայցելեն ոչ միայն մարզերում բնակվող արցախցիներին, այլև մայրաքաղաքում ապրողներին։ Զարուհի Սահակյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք, ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։